այս կոմպյուտերը կպատրաստեի։ Ձեզ անագնգալ ունիմ։ Այս ինչ տեսակ մեքենա է, TV է, թե կոմպյուտեր։ Կոմպյուտեր է, բայց մեր դիպտած կոմպյուտերները ուքի նմանի։ Հայրիկը շինած է, այս կոմպյուտերը, այս մեծ կորդեր գիտեսն է, որը մենք չգիտեմ։ Ասկի մարդ խուրջունի, կախտիկ է, գխոստանակ մենու մծսել ասոր մասին։ Գխոստանակ, մի վախնար։ Լավ ուրեմն, նայեցեք, ինչեր գրնանել այս մեքենան։ Օրինակ, մեր ուզած հարցումներում պատասխանները գրնադալ մեզի։ Վաու, այս կոմպյուտերը մեր պատականությունները գրնանել։ Ինչ լավ, այս կոմպյուտերը նաև մեր գրնանդալի մեր ուզած դերը, օրինակ տեպի հին ժամանակներ։ Վտանգավոր չէ։ Հավայր տեսնալ պարման լայվ ոմենան, ես ասած բախություններ ծգի են տեսապել։ Քիչ վտանգնալիք է։ Մի վախնար, հայրս այնպես նշինած է, որ եթե սպրդիկ սխալնելնա, մեկերն ատոմատիկ կերվով, և մեզ հոս կպեր է։ Հայրիկդ կծկի այս մեքենան գործածես։ Հայրիկս ինձ սորնա ծուցած է գործածել է։ Մեր ըրածը սխած կամ վտանգավոր պամը չէ։ Եկեք կանեմ հարցում հարցնենք և գնեցնենք։ Ես կրնամ հարցում հարցնել։ Հարցուր, փորձել։ 9878 անգամ 98-ը քանի գնեն։ 8,469,000 Հարցումն ենք, սունան բախտըտ փորձել։ Աշխարհին ամենեն բարձր շրջբեշը որտեղ է գտնվի։ Անիկա ես գիտեմ, չես գիտեմ։ Ուր է։ Կանադա Նիագարայի շրջբեշը։ Անիկա ամենեն մեծ շրջբեշն է։ Ոչ թե ամենեն Լավ։ Աշխարհի ամենեն բարձր շրջբեշը կգտնվի Վենեսուելայի մեջ, կկոչվի Angel, բարձրությունը 648 ոտքեր, 979 մետր։ Վաու, խենթանալիք է։ Հայրիկդ մեծի գարդոն է այս կոմպյուտերով մեր բարձականությունները ենք։ Բոլոր գիշերը A+ կբերեմ։ Չեմ գազը։ Հայրիկս կսե, որ մեր բարձականությունները մենք մեկ են։ Աշխատելով և մեր խելքը գործածելով։ Բայց կրնանք ուրիշ պամանել։ Ինչ։ Օրյոտ հասմիգին դված հարցումներում պատասխանները գրնանք գտնել բզնիկ ճամպորդությամբ։ Ուր պիտի ճամպորդենք։ Երտանք հինգերորդ տակ։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցինքով։ Հարցումները հետը տեպալի։ Ոսեն։ Ոստ դուրգարտան։ Հայրեն կիրերը եվ կտրվեցան, ինչու կարևոր է հայրեն կիրերը գտը, հայրեն կիրերը ինչպես կտրվեցան։ Ես առաջինի պատասխանը գիտեմ։ 4 տարվեց թվականին է։ Մնացյալը քննալու համար եկեք ճամփորդենք։ Գուզենք եկ տալ 408 թվական Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշխատանքի սենյակը։ Ասմա որտեղ
հարի եկա։ Երանիթը մենք դալասանք մեկենաներ ունենային, և մեր գործը ինչքան պիտի թյուրանալ, մեր կիրերը գտնելու համար այս կամ մեծ դժվարություն չէինք կաշել։ Մենք այլ մեր օրերում դժվարություններ ունենք հայսում, որքան դժվար է մեր տասերը, գիտեք։ Ես երբեմն մտածել էի, թե ասկե 100, 500, 1000 տարի մեր հայ ժողովուրդը ինչ վիճակի ունենա։ Մի կես շեանց զաստ է հազարավոր դարիներ ապրող հայեր կրնան մեզ է այցելության կան։ Ինչ է ձեր հարցումները, մենք ձեր այդ հարցումներում բանասվարներ ուտամ, կրնանք ձեր պահել։ Խելացի դղակեր, վստեմ որ չեմ որ։ Երեք հարցումները պետք է պատասխանենք։ Առաջինը երբ գտնվեցան հայերեն քիրերը։ Անոր պատասխանը արդեն գիտեք, 4 տարվեց տվականին է։ Աբրիկ, ուր գիտեք այդ պատասխանը։ Հայոց հարցումյան 16 պատվեք։ Երկրորդ հարցումը, ինչու կարևոր է հայ քիրերը քուտը։ Շատ կարևոր հարցումն է այդ տղա, մեր բոլոր քիրերն կարևոր է։ Երբ 301 թվականին քրիստոնյա դարձան, հայ ժողովրդի մեծ մասը չէր հասկանալ, թե ինչ բադարել եկեղեցիներու մեջ։ Որովհետև հայերեն քիրեր չունեին, Սուրբ Գիրքը գկարդացրել օդար լեզուներով, հունարեն, ասորերեն։ Մեր ժողովրդի մեծ մասը այդ լեզուները չէր հասկանում։ Իսկ մեր երրորդ հարցումը ինչպես գտնվեցան հայերեն քիրերը։ Մեր սարք Բարտև Հայրաբեդը, Վրամշապուհ թագավոր և ես նույն մտահոգություններ ունեին։ Մեր երկիրը գտնվեր բարսիկներու ու հույներու աստեցության տակ։ Բարսիկներու աստեցության տակ գտնվող հայերը գխոսեին բարսկերեն, իսկ հույներու աստեցության տակ ապրող հայերը հունարեն։ Մենք կրնային ծուլվի, այդ պատճառով մեր այգուպենին պետք ունեին։ Մենք հայերեն են ավելի անգլերեն կխոսինք։ Սուրբ Մեսրոն Մաշտոցի աչել, տանիք չենսեր։ Հետո ինչերի։ Այս բաղջորով է, որ Մեսրոն Մաշտոցի եմ սար կարտերգոսը, մի կանի տարիներ առաջ կովս եկան այս հարցով։ Ես խոստացա իրեն թողնել ամեն ձևով, որպես հայ միշտ մնա հայ և ուրիշ ասկերում ենք չթուրվի, որոշեցինք ներենք իրերը։ Դժվար էր քիրերը գտնելը։ Այո, բավական դժվար եղավ։ Լսած էինք, որ ասերներու Դանիել եպիսկոպոսին կով 5 քիրեր կային, այդ քիրերու վրա բավական աշխատանք տարածել։ Այդ քիրերը ձերեն պինկված տագարշել, մեր լեզվին բոլոր ուշուները չկարին այդ քիրերու մեջ։ Ուրեմն սկսա երկար ճամփորդություններով։ Շատ երկիրներ ճամփորդեցի, որ մեր ժամանակներու ամենակարևոր գրատարաններու մեջ ուսումնասիրություններ են։ Դերևս դերեմը գտնային մենին և գործված քիրեր գտնել։ Որ գրատարանի մեջ եք գտակ մեր քիրերը։ Գրատարաններու մեջ շատ քիրերու հանդիպեցա ու ծանոթացա, բայց անոնք մեր ուզածը չէին։ Օր մնալ և շատ հոգնած էի, գես ակում վիճակի մեջ, մտնցած սենյակի մեջ, հանգարց դիմացի բազ լուսավորվեցավ, լուսավոր ձերք մի երեցավ, և սկսավ քիրեր գրել, ու շատրուչապ հետևեցա այն քիրերուն, և ամբողջովին արտընծա արձանագրեցի մակահատիս վրա։ Բայց 38 քիր, քիչ շատ չէր։ Սուրբ Մեսրոն միայն 36 քիր գտած է, որ եւ ֆեն հետո ամերցած է։ Լավ, 2 քիրի համար հարց մի ներիմա, 36 քիր, ինչու քիչ է։ Մեսրոն վարդապետի փոխարեն ես տղա, մեր բոլոր քիրերն կարևոր է։ Մեսրոն վարդապետի գրած գործը շատ
Եթե առաջին անգամ, որ նախտասությունը հայերեն թարգմանեցինք, ճանաչես իմաստություն և սխրատ, իմանալս բանս հանջարով։ Հետո, Այսրով բարտապետը շուտով Հայաստան վերադարձավ։ Թագավորը, թագուհին, հայրապետը և բոլոր իշխանները միասին կացին։ Երկիրը շուտով Հայաստանի բոլոր շրջանները տարածվեցավ։ Ամբողջ ժողովուրդը շատ ուրախ էր։ Այսրով բարտապետին նրանց գործ շատ մեծ գործ էր, բայց այդքա մեկ իրական գործ էր սկսվեցին էր։ Ում գործը անգերեն սկսավ։ Ինչ է քո գործը։ Ում գործերով շատ բանս էր ուզում։ Պետք է դպրոցներ կանային։ Պետք է աշխարհի բոլոր կարևոր գիրքերը հայերենի թարգմանեին։ Պետք է լավ ճշտել և կարգավորներ բանաս։ այս բոլորի համար շատ դրամ պետք է, չէ՞։ Այո, տղա, շատ տրավիտ էր։ Դուք եք դա քարքարները, դուք քարքարերներ ունիք, մենք լավ քարերներ ունիք, որոնք մեր դպրոցներում կօգնեն նվիրալություններ գնել։ Բարեբախտաբար, մեր երկիրը բավական ամուստ է։ Իմ կանցանակս բավական լերձուն է։ Իշխաններն ալդիմեցին, անոնք ալդիմեցին։ Գիտեք, այս գործը ամբողջ ժողովրդին համար է։ Բոլորն մասնակցեցան այս գործը։ Մեր առաջին գործը եղավ այսպես. խելացի աշակերտներ պատրաստել, ինչպես Գորինը, Եզնիկը, Մովսեսը և դեռ շատ ուրիշներ։ Վստահ եմ, որ ձեր դպարանները շատ քորդ ունեն։ Դպարանը ինչ է։ Դպարանը անդիրն է, որ գիրք կտվեն։ Դուք կացեք բախտավոր օրը մեջ կապին։ Մենք ադակ դեղը չունի։ Մենք դեստիված ենք ամեն մեկին մեր ցերքերով կրելու։ Իսեցի, մեր օրյոթը անգամը պաստադրեց, թե ինչ սել է սերակին մանդյանը։ Մենք ոչ միայն գիրքեր թարգմանենք, այլ նաև ամեն մեկ գիրքեր քանի ատգնդորնագենք, որպեսզի Հայաստանի տարբեր շրջաններում մեջ ժողովուրդը գիրքեր ունենա։ Բավական դժվար գործ է, չէ՞։ Ոչ միայն դժվար, այլ նաև սուր։ Հայաստանի մեջ շատ չի գա։ Ո՞վ ատյանը չէ։ Դուք տողջունի, հավատեք գիրքեր ինչի վրա գիտերեք։ Մեր գիրքերը մակահատի վրա կգրեն, տղաք։ Մակահատը արագ գաշի է, գետանի մորտե պատրաստված։ Մեկ գիրք ունենալու համար, գիտեք քանի գովի մոր պետք է գործածենք։ Ես երբեք չէի երևակայել, որ ձեր գործ այսքան դժվար է։ Բայց անգամը ուսուցչուհին բացատրեց, այս մանրամասնությունները չէի գիտել։ Հայրապետին, Մեսրոպ Բարտապետին և Տաղմանիչ հայրերում գործը նաև վտանգավոր է։ Ինչպես։ Անում գիշերները մոմի կամ գանձերի լույսի տակ կաշխատի։ Պետք է շատ ուշադիր լան, որ մոմը հրդեհ չվաճառե։ Ինչու էլեկտրականություն չեք գործածել։ Տարի, մենք կմոռանանք, որ Սահակ հայրապետ, Ռամսավոտ թագավոր, Սուրբ Մեսրոպ և այս թարգմանիչ վարդապետները 5-րդ դարում ապրին։ Այս օրերում ոչ էլեկտրականություն կա, ոչ ամենքենաներ։ Հիմա հասկացա, ինչով այն հասնիկը կստեղծվեցին, թե այս թարգմանիչ վարդապետները ինչ մեծ դժվարություններով աշխատած են, որպես մենք հայերեն գիրքեր ունենանք։ Ես այս վարդյանից հասկացա, ինչու մեր գիրքերը այդքան կարևոր են, և մեր ծնողներն ու ուսուցիչները կպատվիրեն, որ գիրք կարդան, գիրքին արժեքը գիտնանք։ Դղա, դուք չեք գիտեր, թե մեզ այսօր որքան ուրախացուցին։ Եթե մինչև 2012 թվական կգործածվի մեր գիրերը, լսել է, որ մեր այգուբերը կատարյալ է։ Եվ կատարած է իր տերը հայ բարելու իմաստով։ Եթե մեր գիրերը չունենային և այն գիրերն ու գիրքերը գարտացող չլար, սեր օրերում հայ մնացած գիրք չլար։ Իրավունք ունենք, հայր, մենք մինչև այսօր մեր գիրերում ու մեր հայրենի շնորհիվ է, որ հայ մնացած է։ Գիտեք, մենք ամեն տարի հոկտեմբեր ամսում իր շենք ձեզ ու ձեր տոնը թարգմանչած տոնը մեր դպրոցների մեջ։ Շատ ուրախ ենք, որ մեզ գիշեր, միշտ վարդ ենք, որ հայ և ունենք մեր սեփական այգուներ։ Ես շատ ուրախ եմ, որ իմ տարիներու աշխատանքս թագավորին ու Գաթորգոսին ճանկերը 1600 տարի հետ իս օգտակար կլան։ Վեհապար հայրի, Սուրբ Մեսրոպ, Ռամսավոտ թագավոր և թագուհի, գնանք ձեզ խնդրանք նոզել։ Ինչ խնդրանք ունի, և դե գնանք ինչու չէ։ Մեր դպրոցի մեջ մենք այսօր հանդես ունենք։ Այդ հանդեսը նվիրված է հայերեն լեզվին։
Այս տարի պիտի տոնենք հայ գիրքի տարի, կպապակին, որ մեր հանդիսի հյուրերը ըլլակ դուք։ Բայց ինչպես։ Ճիշտ այնպես, որ մենք կոսենանք։ Այս մեքենայով մեզ ձեզ վերետ կդանին, իբ մեր հանդեսին իբրև պատվո հյուրերը, և հետոյալ այս մեքենայով ետ ձեզ հոս կպերենք։ Լավ կաղապար է, արդեն մեր վարմավետը մեր շող մաշտոցը ատմիսի արգազանքություններ սիրեք։ Լավ, միասին ճարպորդեք։ Գերաշնորհ Դերկևան, Արքեպիսկոպոս Խաչարյան, Փարեջան առաջնորդ Տիպանանի հայոց թեմի, հարկարժան գործավար ազգային ուսումնական խորհրդի, պատվարժան տնօրեն, հարկելի ուսուցիչ և ուսուցչուհիներ և սիրելի դասընկերներ։ 5-րդ տարի, անցումների վրա գաղթված դժբախտ Հայաստանում, մտահոգություններ, դակնավ, խավարամտություն, այդ ընդհանուր խավարի մեջ հայերեն այգուպենի գյուտ, այլ բարդություն չկա, փրկված ենք։ Այս մցայնանշաններով արջև ճակատագրված են վարդվելու բոլոր ժամանակներու շաբթուները, որքան անկյուրն անանուն զենքերը ու անհամար անուն զինվորները։ Ու այսպես, անցյալին խորերեն մեր պատմության ամենամուտ դակնավները լուծող օրինակի մլույսը դարձավ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, հայոց առաջին ուսուցիչը, թարերու մտավորականը, դաղանք ու հանջարը, որ հայացուց քրիստոնեությունը հայերեն դարերից տրտումով և աստվածաշունչի թարգմանությամբ։ Անոր շնորհիվ ամբողջ աստմահա 16 տարերը իվեր, ոգեկան ու իմացական իր զենքերով կծուլե, կթարգնե իր մտածումները, իր հույզերը և իր դեմչերը, առանց հինը գրտելու, միշտ նվաճելով նորանոր ու ատմատչելի բարձունքներ, մշակույթի ստեղծագործության հորիզոնի վրա, թարգմանիչներ, գրեթե մորցված անումը, անոնք մեր մատենակիրներն են, մարդիկ, որոնք մեր լեզվի սորվեցուցին գադարելատիկ նկարչությունը, երաշտական քաղցր արվեստը, անոնք սորվեցուցին հայ հոգիին արթնության և ունի ժամերը, քաջության բահերն ու բարակաները, սորվեցուցին այդ հոգիին քերականությունը,
պարտությունները, ամեն ինչը։ Եվ այն բոլորը շնորհիվ թարգմանիչներով Եզնիկ Կողբացիի, Գորուն Իսկանչելիի, Մովսես Գորենացիի, Եղիշե Բատմիչի, որոնք հայերեն լեզուն վերածեցին հերոսության և հայրենասիրության խորհրդափուխ ագին, որ մեջ խմողը չգրծավ անգեյետ գլալ Նարեգացի ու Շնորհալի, Ափովյան ու Ռաֆի, Նարվանդյան ու Ահարոնյան, չգրծավ լալ Թուրյան ու Մեզարենց, Զոհրաբ ու Զարդարյան, Սիամանթո ու Վարուժան, Չարենց ու Շուշանյան։ Աբարայրի մեջ հաղթական Բարսիկը մերավ, որովհետև անչունեցավ իր Եղիշեն, չունեցավ ման հիմացյալ անմահություն է սողմի իր զավակներում։ Այսօր 16 տարելի ենք, և մենք կդոնենք հայ քիրքի 500-ամյակը մեծարանքի բախմը, հբարդության արիթմը կնվիրենք մեր մեծասկանչ լեզվին, անոր 36 հմայքներում գերդողին, խոսողին, քրողին և գարտացողին, որովհետև հայ լեզուն դունն է հայում, հայ լեզուն զենքն է հայում, հայ լեզուն կյանքն է հայում, հայ լեզուն ասվածն է հայում, և հայ լեզուն հայությունն է հայում։ Կանդահարյան գարդասան է Հագոբ Դոշագանի օրնասացությունը։ Օրնասացություն Հագոբ Օշագան Թողոր նվի մահները ծեր, հողեր հանող ամմահ հոգին, թողոր նվի մահներն անոնց, որոնք կույնեն ու կրիչեն մշտամշուշ, ու անցանցի ու աննվահոց երկունք են, դարին թրին դարիներուն, ու մարդ կորեն տրին ամեն, որբեսի մեծ մութին խորեն, չգիտության սանթարմեդեն, հերեն լույսին սապարն անշեջ, խիրերուն խիր, ասվածախոս մատյան նահեր, թող օրնվին, հյուր օրնվին, աչքեր հսոր, աչքերը սուրբ հանոնց, որոնք եղան լարված, կուն հալածով, հանգիստեն վեր, յանքեն թուրս, ու չճանցան թուրը սրդին, միջև վերին սասրպասան գապողին են իր ավարդին, թող օրնվին, խոնավ տվին ու շինական, բարս կերտողներ, որոնք կարնուկ նույն մորդին, տրին խորան ասվածներ են ամմահմանին, թող օրնվին, հերուներ են վուրց եղեք մեզ հերողներ, ու օրնվին հզորամիտ, խորատապանց վերծանողներ, վարդապետներ, ու երեցներ, ու թարգմաններ, փոլորնալ, հյուր փարիկով նիշնին, առաջն ամենակալ ու անվախճան թակավորին, փար և բարձան ձեզ առաջին մշակներուն, Հայաստանյաց սուրբ հարքարին։ Նվակ Տաշնամուր Արամ Խաչատուրյանի դիմագահանդեսը կներկայացնե Մարտա Չորբաջյան։
սեղանին, մեր հոգու գանչն է արդար ու համը մեր պերանին, մեր լեզուն ձուխն է մեր տան, մեր գշիրն աշխարի մեջ, նա աղն է մեր ինքնության էյության խորուրդը մեծ, մեր լեզուն արյունն է մեր, արյունից ավելի թանկ մեր բուրմունքն ու քույնն է մեր լեզուն մենք ենք որ գանք, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարհում, որ այս կան մերը լինի։
Մենք մեր աչքերով տեսանք